Բաքվի հակահայ օրակարգը ինչ է կատարվում Բաքվում այսօր։ Բաքվում ձևավորված քաղաքական եւ մեդիա միջավայրը պարբերաբար կրում է հակահայկական սրացումներ, արտահայտվելով ինչպես պետական հռետորաբանության, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների տարածած ուղերձներում։ Այս շարքով նպատակ ունենք պարբերաբար ներկայացնել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող այն թեզերը, որոնք ուղղված են Հայաստանի, Արցախի կամ առհասարակ հայկականության դեմ, կամ որևէ կերպ անդրադարձ ունեն տարածաշրջանային քաղաքականությանը։ Հետևելով դրանց կարող ենք առավել հստակ պատկերացնել ադրբեջանական քարոզչամեքենայի մարտավարությունը եւ ռազմավարական ուղղությունները, ինչը կարեւոր է թե պետության, թե հասարակության անվտանգության եւ դիմադրողականության բարձրացման տեսանկյունից։ Սկսենք մեզ արդեն հայտնի, բայց իրեությամբ կեղծ արևմտյան Ադրբեջան նարատիվից։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, թե ունի արխիվային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս իբր Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման իրական պատճառը։ Փաստորեն հաղորդումները եւ տեղական այսպես կոչված մասնագետների մեկնաբանությունները, թե կա արևմտյան Ադրբեջան, որը Հայաստանն է, չի համոզում հանրությանը։ Հերթը հասել է ռուսական ինչ-որ արխիվներում իրենց անունը փնտրելուն։ ԱՊԱ գործակալության Ռուսաստանում գործող թղթակից Ֆարիդ Ակբարովը իբրև թե ուսումնասիրել է ռուսական արխիվներում պահպանվող փաստաթղթեր, իսկ պատմաբան ներկայացող Էլդար Աբասովը ասել է, որ ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1945-50 թվականների որոշումներով նախատեսվում էր Հայաստանից Ադրբեջան վերաբնակեցնել 100,000 ադրբեջանցու։ Ստացվում է, որ պաշտոնական Բաքուն կրկին վերաշահադրում է իր պատմությունը, ներկայացնելով, թե այդ տարիներին 100,000 ադրբեջանցիներ ապրել են Հայաստանում։ Հետևաբար դա իրենց հայրենիքն է։ Դե եթե տրամաբանությունը սա է, ապա առաջարկում եմ ադրբեջանական կողմին նույն հետազոտությունը իրականացնել ԽՍՀՄ անդամ եղած պետություններից յուրաքանչյուրում եւ այդպիսով տարածքային պահանջներ ներկայացնել նաեւ նրանց։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին հաղորդել է Գերագույն հանձնակատարի մամուլի խոսնակ Մեթյու Սոլտմարշը։ Այս տեղեկության ֆոնին հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները ավելի վաղ որոշում էին կայացրել փակել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի գործակալությունների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները Բաքվում։ Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ Ադրբեջանը իբրև թե այլևս կարիք չունի արտաքին օգնության, որպես մարդասիրական ճգնաժամերի ենթարկված երկիր։ Փակված կազմակերպությունները ներառում են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս քայլը, սակայն մարդու իրավունքների կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ այս քայլը կարող է խոչընդոտել մարդասիրական օգնության տրամադրմանը եւ միջազգային իրավունքի խախտումների նկատմամբ վերահսկողության բացակայությանը։ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը այցելել է Բաքվի ռազմավարի պուրակ։ Այս պուրակը բացվել է 2024 թվականին իբրև թե նահատակ ադրբեջանցի հիշատակը հավերժացնելու համար, սակայն այնտեղ ոչինչ չկա, ինչը կհուշի ադրբեջանցիների մասին։ Այդ պուրակը ինքնին ծաղր է հայ զինծառայողի նկատմամբ եւ կարծում եմ կադրերը հայտնի են բոլորիս։ Հետևաբար այդ պուրակ այցելող եւ ծաղկեպսակ դնող ցանկացած պաշտոնյա պետք է մի փոքր երկար մտածի եւ գուցե սահմանափակվի միայն Հեյդար Ալիևի արձանին ծաղիկ զետեղելով։ Իրանը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության տեքստի նախագծի շուրջ համաձայնությունը։ Բաքվում միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կայացել է Ադրբեջան-Իրան հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների համատեքստում խորագրով միջոցառումը, որի ժամանակ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, թե ողջունում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը եւ նշել, որ Իրանի նախագահը կարող է միջնորդել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս համատեքստում հատկանշական են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցերը Հայաստան եւ Ադրբեջան։ Բանակցությունների անցկացման եւ պայմանագրի ստորագրման հարթակ առաջադրվեց նաեւ պաշտոնական Թբիլիսին, սակայն փաստացի Իրանը հասկանում է, որ առանց միջնորդի այս բանակցությունները մեղմ ասած որևէ տեղ չեն տանում։ Իսկ եթե տանում են, ապա միգուցե հասնեն իր սահմաններին, ինչը անընդունելի է պաշտոնական Թեհրանի համար։ Այսպիսով տարածաշրջանային խաղացողները փորձում են միջնորդել, սպասարկելու ինչպես ներտարածաշրջանային օրակարգերը, այնպես էլ լուծել ընդհանուր իրենց հեղինակության հարցը միջազգային մակարդակում։ Բաքվի ռազմական դատարանում 3 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ անձանց դեմ շինծու դատավարություններ։ Իսկ այսօր այդ նույն դահլիճում առանց այդ էլ կեղծ գործից արհեստականորեն անջատված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ բեմական
իրականացված դատավարությունը։ Դավիթ Իշխանյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Բաբայանին, Բակո Սահակյանին եւ այլոց ցուցադրում են 90-ականների ռեպորտաժներ իրենց եւ Արցախի ու Հայաստանի հերոսների մասնակցությամբ։ Դատարանից հրապարակված լուսանկարներից երևում է զուսպ հիացմունքով են նայում դրանց։ Իսկ Վարդանյանի դեպքում գործող անձինք դատարանում են։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր նիստին ներկայանում են 2 եւ ավելի տասնյակ շինծուտ ուժածներ եւ Վարդանյանին մեղադրում ամենաանհասկանալի մեղքերում։ Օրինակ, իբրև թե Վարդանյանն է մեղավոր, որ զինծառայող այսինչը իր ոտքը կորցրել է ականի պայթյունից։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը տևական ժամանակ առաջ դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ արտաքին գործերի նախարարին, հուսով, որ կարող էր որևէ կերպ անդրադառնալ իրավիճակին, սակայն Երևանից որևէ ձայն չի լսվում։ Եվ վերջում Ադրբեջանում անձի պաշտամունքի շաբաթ է։ Գյուլ Բայրամը վարդի օրը տոն է, որը 2000 թվականից ի վեր անցկացվում է Բաքվում ի պատիվ Հեյդար Ալիևի հիշատակի։ Այսօր դպրոցներից մինչև Ալիևի հիմնադրամ եւ որքան էլ տարօրինակ հնչի Կուբայի Հանրապետության ժողովուրդների բարեկամության ինստիտուտ միջոցառումներ են կազմակերպել հիշել Ալիևի չակերտավոր վաստակը։ Դուք տեսնում եք կադրեր Կուբայի այդ ինստիտուտում Ալիևների հիմնադրամում կազմակերպված միջոցառումից, ինչպես նաեւ Լաքչփլախ գյուղի համար 1 միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումից։ Մեզ համար կարևոր է ոչ միայն արձանագրել այս փաստերը, այլև ձևավորել համաժեք հակազդման միջոցներ, հիմնված փաստերի եւ վերլուծության վրա։ Շարունակեք հետևել մեր հաղորդմանը, թափանցելու ադրբեջանական քարոզչության խորքը եւ իմանալու, թե ինչպես է այն փորձում կերպափոխել ներհայաստանյան, ներադրբեջանական եւ տարածաշրջանային ընկալումները։